Հայաստանի Հանրապետության կառավարության ներկա ծրագրում տեղ են գտել 5 համազգային նախագծեր. Հայաստանը դարձնել հանգստի, կրթության, առողջապահության, գործարարության և ֆինանսական ռեգիոնալ կենտրոն։ Այս նախագծերի իրականացումը համարվում է առաջնային ապահովելու համար Հայաստանի Հանրապետության շարունակական կայուն սոցիալ-տնտեսական զարգացումը։ Հայաստանն ունի լավ նախադրյալներ զբոսաշրջիկության, տուրիզմի զարգացման և հանգստի կենտրոն դառնալու համար։ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս ապրում են 5-ից 7 միլիոն հայեր, որոնց գալի մասը զգացմունքային կապվածություն ունի հայրենիքի հետ և ժամանակ առ ժամանակ այցելում է Հայաստան։ Իրանի Իսլամական Հանրապետությունը ունի 70 միլիոն բնակչություն և խստորեն վերահսկվող ու կրոնական սահմանափակումներով լի կենսակերպ։ Վերահսկվող և կրոնական սահմանափակումներով լի կենսակերպ ունեն նաև միջին արևելքում գտնվող շատ այլ երկրներ, որտեղ ինչպես և Իրանում դարեր ի վեր շփվել են հայերի հետ և նրանց օտար չեն համարում։ Ռուսաստանն իր մոտ 140 միլիոն բնակչությամբ և միջինասիական ապահայ երկրները իրենց բազմամիլիոն բնակչությամբ, որոնք մասամբ տիրապետում են ռուսերեն լեզվին, Հայաստանի հետ բազմամյա կապեր և հարաբերություններ ունեն և նրանց նույնպես օտար չեն համարում։ Հայաստանը, որպես քրիստոնեությունը պետականորեն ընդունած առաջնեկ երկիր, կարելի է դարձնել գրավիչ աշխարհի քրիստոնյա ժողովուրդների համար։ Հայաստանի Հանրապետությունում վերջին 10 տարիներին գրանցված երկնիշ տնտեսական աճի հետևանքով բնակչության եկամուտները աճել են, որի արդյունքում արտագնաց զբոսաշրջիկությունը այդ տարիներին ավելացել է միջինը տարեկան 27%-ով։ Հայաստանն ունի առողջարար հանքային ջրեր, առաջին թարմության և բնական համով սնունդ, շուրջամյա տուրիստական զբաղմունքների և սպորտաձևերի հնարավորություն։ Ներգնա զբոսաշրջիկության աճը Հայաստանում վերջին 10 տարիների ընթացքում կազմել է միջինը տարեկան 28%։ Ըստ Ամերիկայի Միացյալ Նահանգների զարգացման գործակալության ուսումնասիրության, զբոսաշրջիկների 98%-ը խորհուրդ են տալիս այցելել, իսկ դրանց 60%-ը նախատեսում է դարձյալ վերադառնալ Հայաստան։ Համաշխարհային տնտեսական ֆորումը ընդգծել է Հայաստանի համեմատական առավելությունները հետևյալ գործոններում՝ առողջապահություն և հիգիենա, անվտանգություն և գնային մրցունակություն, որակյալ աշխատուժի առկայություն։ 2015 թվականին Հայաստանի Հանրապետությունում կանխատեսվում է այցելուների կտրուկ աճ, կապված Եղեռնի 100-ամյակի հետ։ Լավ մշակված աշխատանքային ծրագրի և նրա լավ իրագործման արդյունքում Հայաստանն այդ ամբողջ տարվա ընթացքում կարող է լինել միջազգային հանրության ուշադրության կենտրոնում և գայթակղել մեծաքանակ օտարազգի այցելուների, որոնց կանխատեսվող քանակը կարող է տատանվել կախված երկրում տարվող նախապատրաստական աշխատանքներից և դրանց հրապարակայնության արդյունավետությունից։ Նոր հյուրանոցային համալիրների կառուցումը համարվում է այդ նախապատրաստական աշխատանքներից թերևս ամենակարևորը։ Ձեր ուշադրությանն արժանացած այս ծրագիրը կխթանի Հայաստանում տուրիզմի զարգացմանը և այն հանգստի կենտրոնի վերածելու համազգային նախագծի իրականացմանը։ Երևանից դեպի հյուսիս ընդամենը 16 կիլոմետր հեռավորության վրա Եղվարդ քաղաքին կից դեռևս խորհրդային իշխանության տարիներին սկսվել էր ոռոգման նպատակ հետապնդող Եղվարդի ջրամբարի կառուցումը, որը խորհրդային իշխանության փլուզումից հետո աշխատանքները կիսաավարտ վիճակում դադարեցվել էր։ Տեղափոխվել և կառուցվել էր նոր Եղվարդ աշտարակ մայրուղին, մասամբ կառուցվել էին արևելյան և արևմտյան պատվարները, տարածքը մասամբ մաքրվել էր հողաշերտերից և կատարվել էին մի շարք այլ աշխատանքներ։ Այսօր ջրամբարի կառուցումը միայն ոռոգման նպատակով օգտագործելու համար ֆինանսապես գրավիչ չի։ Մեր կողմից առաջարկված ծրագրով այն դառնում է հրապուրիչ։ Առաջարկվելով ափամերձ գոտում ռիզորտ հյուրանոցային կենտրոն կառուցելու հնարավորության հետ մեկտեղ։ Այս տարբերակով այն մասամբ կծառայի ոռոգման նպատակների, գարնանը պահեստավորելով ձնհալքերի և անձրևաջրերի մինչև 90 միլիոն խորանարդ մետր ջրածավալ աշնանացանը ոռոգելու համար։ Ջրամբարի առկայության հետևանքով
Տեղանքում տուրիզմի զարգացման սոցիալ-տնտեսական ազդեցությունը Հայաստանի տնտեսության համար կլինի անհամեմատ ավելի մեծ, քան այն կլիներ ջրամբարը միայն ոռոգման նպատակով օգտագործելու դեպքում։ Եղվարդը գտնվում է Երևան, Աշտարակ, Աբովյան, Էջմիածին քաղաքներից, գլխավոր մայրուղիներից, ինչպես նաև Զվարթնոց օդանավակայանից մոտ հեռավորության վրա եւ ունի շուրջամյա սպորտաձևերի եւ զբաղմունքների զարգացման համար բարեպաստ բնակլիմայական պայմաններ։ Ջրամբարի արկայությունը կապահովի ավելի մեղմ բնակլիմայական պայմաններ, կխթանի ջրային սպորտաձևերն ու զբաղմունքները եւ կբարելավի ափամերձ տարածքներից արդեն իսկ բացվող հրաշալի տեսարանները դեպի Արարատ, Հայկական Վար, Արագած եւ Արայի լեռները։ Ըստ մասնագետներին, հարակից Արայի լեռը դահուկային սպորտի համար լավագույն հնարավորություններն ունի Հայաստանում, որը կհետաքրքրի սպորտային տուրիզմի սիրահարների։ Համալիրից ոչ հեռու գտնվող Արզնի քաղաքը հայտնի է իր բուժի չանքային ջրերով, որը կգրավի առողջապահությամբ հետաքրքրվող զբոսաշրջիկների։ Եղվարդ քաղաքն ունի անհրաժեշտ ենթակառուցվածքներ նախագծի կենցաղային կարիքները սպասարկելու համար՝ հիվանդանոց, ոստիկանություն, հրշեջ ծառայություն եւ այլն։ Կից Արզնի Շամիրամ ջրատարը, որը հանդիսանալու է ջրամբարի ջրալցման միակ աղբյուրը, ջրալցման ճանապարհին կարող է օգտագործվել որպես էլեկտրաէներգիայի ստացման հնարավոր աղբյուր եւ միաժամանակ ապահովել համեմատաբար էժան ոռոգման ջուր համալիրի 25 հեկտար հողատարածքների ոռոգման համար։ Լճափնյա հանգստավայրեր հյուրանոցային համալիրի ճարտարապետական կոնցեպտը ներառում է բիբլիական Արարատ լեռը, արտացոլելով լեռան երկու թևերը՝ Մասիս եւ Սիս կառույցներով եւ նրանց կողքին դեպի երկինք ձգվող Նոր Հայաստան երկնակեր կառույցը, սիմվոլներ, որոնք հատուկ տեղ ունեն ամեն մի հայի սրտում եւ կառաջացնեն մեծ ոգևորություն։ 1000 հեկտար մակերեսով ջրամբարի ափին կառուցված այս ժամանակակից ճարտարապետական կոթողները կարող են դառնալ համայն հայության հպարտությունը։ Համալիրը նախատեսում է 2500 անհատական սեփականություն հանդիսացող հյուրանոցային համարներ, մոտ 150,000 քառակուսի մետր մակերեսով եւ ընդհանուր սպասարկման տարածքներ մոտ 50,000 քառակուսի մետր մակերեսով։ Այստեղ հյուրերին կառաջարկվեն ակտիվ ու բնական հանգստի համար անհրաժեշտ բոլոր շուրջամյա հարմարություններն ու ծառայությունները, ներառյալ շքեղ եւ ընդարձակ խաղատներ, ակումբներ, լողավազաններ, բազմատիպ սպորտային եւ խաղահրապարակներ։ Ջրամբարի եւ հանգստավայրի համալիր շինարարությունը պլանավորված է ավարտել 2014 թվականի աշնանը, որպեսզի այն հյուրընկալի 2015 թվականին Մեծ Եղեռնի 100-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառումները եւ հյուրերին։ Լավ հրապարակայնության արդյունքում մինչև շինարարության ավարտը աշխարհում չի գտնվի մի հայ, որը տեղյակ չի լինի այս ծրագրի մասին։ Անհամբեր չի սպասի Մասիս, Սիս եւ Նոր Հայաստան կառույցների ավարտին եւ այն ակտիվ ձևով չի հրապարակի իր այլ ազգ ծանոթների շրջանում։ Եթե Սփյուռքում ապրող ամեն մի հայ հաջորդ 20 տարիների ընթացքում գոնե մեկ անգամ ժամանի Հայաստան եւ գոնե մեկ շաբաթ հյուրընկալվի այս համալիրում, դա արդեն 20 տարիների համար կապահովի համարների 100% զբաղվածություն։ Հայաստանում հողի եւ շինարարական նյութերի գները, ինչպես նաև որակյալ աշխատուժի վաճառաչափը դեռևս բավականին ցածր են, համեմատած տուրիստական առումով իրենցից արժեք ներկայացնող այլ երկրների հետ։ Ներկա ճգնաժամի հետևանքով Հայաստանում ներկայումս նկատվող գների անկումը այս ժամանակահատվածը ավելի հետաքրքրական է դարձնում չափերով այսպիսի մեծ ներդրումային ծրագիր իրականացնելու համար։ Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ նախնական ներդրումների չափը նվազեցնելու եւ այն ներդրողների տեսակետից ավելի գրավիչ դարձնելու նպատակով առաջարկվում է այժմ աշխարհում լայն տարածում եւ օգտագործում գտած հյուրանոցային համարների անհատական սեփականության եւ դրանց արհեստավարժ կենտրոնացված կառավարման մեխանիզմը։ Անհատները նախաշինարարական եւ ընթացիկ փուլերում գնելով իրենց սեփական համարները Մասիսում, Սիսում եւ Նոր Հայաստանում կաջակցեն ծրագրի ֆինանսավորմանը։ 200,000 քառակուսի մետր ծավալների եւ ջրամբարի շինարարության ինքնարժեքը հաշվարկված է մոտավորապես 300 միլիոն ամերիկյան դոլար։
Կահավորված համարների նախաշինարարական վաճառքի գինը առաջարկվում է 2500 ամերիկյան դոլար 1 քառակուսի մետր տարածքի համար։ Անհատական համարների ձեռքբերումը նախաշինարարական փուլում ավելի դյուրին դարձնելու նպատակով նրանց կառաջարկվի ֆինանսավորում ծրագիրը իրականացնողների կողմից։ 50,000 ամերիկյան դոլար կանխավճար, 20 տարի մարման ժամկետ և 10.5% տարեկան տոկոսադրույք։ Գնորդը անձամբ կվճարի միայն կանխավճարը և 50-ից 60 ամսեվճարներ 4-ից 5 տարվա ընթացքում, որից հետո այն կվճարվի գնորդի սեփականությունը հանդիսացող հյուրանոցային համարի վարձակալությունից առաջացած եկամուտներից։ 60%-ից բարձր զբաղվածության պայմաններում հյուրանոցային համարների անհատ սեփականատերերի անձամբ ներդրած գումարները կլինեն շահութաբեր անգամ վարկային և սպասարկման ամսեվճարները կատարելուց հետո։ Այսպիսով, սեփականատերերը հնարավորություն կունենան վայելել իրենց սեփականությունը և միևնույն ժամանակ ստանալ եկամուտ այն ժամանակահատվածի համար, երբ իրենք այն չեն զբաղեցնում։ Ծրագիրն իրականացնող ներդրողներից աշխատանքները սկսելու համար կպահանջվի սկզբնական 100-ից 120 միլիոն ամերիկյան դոլար, որից հետո կարող են օգտագործվել համարների վաճառքից առաջացած ֆինանսական հոսքերը։ Մինչև շինարարության ավարտը ծրագիրը իրականացնող ներդրողները բոլոր համարների վաճառքի արդյունքում ետ կստանան իրենց ներդրած գումարները, պահելով 50,000 քառակուսի մետր առևտրային տարածքների սեփականության իրավունքը, ինչպես նաև հնարավորություն մոտ 1 միլիարդ ամերիկյան դոլար եկամուտ առաջիկա 20 տարվա ընթացքում։ Այդ առումով ծրագիրը բավականին հետաքրքրական է ֆինանսական ներդրումների տեսակետից։ Անգամ միջազգային ճգնաժամի ներկա պայմաններում այսօր աշխարհում ներդրողների կողմից իրականացվում են նմանատիպ բազմաթիվ ծրագրեր, որոնք օգտվելով ճգնաժամի հետևանքով առաջացած շինանյութի և աշխատուժի ցածր գներից իրականացնում են իրենց ծրագրերը շատ ավելի ցածր ինքնարժեքով։ Օգտագործելով գործարարության համար ոչ այնքան բարենպաստ ժամանակները շինարարության վրա, այս գործարարները պատրաստ են լինում քաղել օգուտները տնտեսական ցիկլի աճի փուլում։ MGM Mirage ընկերությունը ունի բազմամյա փորձ և խաղատներով հյուրանոցների կառավարման բնագավառում համարվում է աշխարհում ամենահեղինակավորը։ Այն վերջերս ստորագրել է 2 խոշոր ներդրումային ծրագրերի կառավարման պայմանագրեր Վիետնամում և Դուբայում։ Հայաստանն իր բազմաթիվ նախադրյալներով կարող է լինել երրորդ երկիրը, որտեղ MGM Mirage ընկերությունը կարող է ներգրավվել հաջողության լավ պոտենցիալ ունեցող այս ծրագրի կառավարման մեջ, ներդնելով ոչ թե ֆինանսական միջոցներ, այլ իրենց բազմամյա փորձը և գիտելիքները։ Այս ծրագրի իրականացումը Հայաստանի Հանրապետությանը կտա միջազգային տուրիզմի զարգացում, ներքին տուրիզմի զարգացում և արտագնա տուրիզմի կրճատում, բազմահազար աշխատատեղերի ստեղծում ու շարունակական պահպանում, բնական ռեսուրսների ավելի արդյունավետ օգտագործում, գյուղատնտեսության զարգացում, Երևանի և շրջակա բնակավայրերին կից հանգստի գոտի, որը կարող է ապահովել մեր բազմաթիվ հայրենակիցների և հյուրերի շուրջամյա հանգիստը, միաժամանակ թեթևացնելով Երևանի ծանրաբեռնվածությունը։ Անշարժ գույքի ասպարեզում այսպիսի մասշտաբային ներդրումները այն հուսադրող և խրախուսող քայլերից են, որոնց հետ մեկտեղ և որոնց արդյունքում ավելի փոքր գործնական նախագծեր կյանքի են կոչվում առանց վարանելու և հետաձգվելու, ապահովելով բազմահազար աշխատատեղեր, ինչը Հայաստանի տնտեսության համար կարող է լինել վճռորոշ և փրկարար։ Ծրագիրն արդեն իսկ արժանացել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, հայկական զարգացման գործակալության, Հայաստանի Հանրապետության կառավարությանը կից ջրային տնտեսության, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի և Եղվարդ քաղաքի ղեկավարությունների ու մի շարք պետական այրերի և առաջատար մասնագետների հավանությանը։ Հայաստանի Հանրապետության նախագահը ողջունել այս մեծածավալ ծրագրի իրականացման նախաձեռնությունը։ Հաշվի առնելով ծրագրի մեծությունը, կարևորությունը և նրա դրական ազդեցությունը Հայաստանի Հանրապետության դեռևս երիտասարդ տնտեսության վրա այս անհանգստացնող ժամանակներում, մենք դիմում ենք հայ ներդրողներին, ակնկալելով ձեր մասնակցությունը այս կարևոր և միաժամանակ շահավետ ծրագրի իրականացման մեջ։